11 միտոզի փուլերը, դասի նպատակն է ամրապնդել միտոզի մասին ունեցած ձեր գիտելիքները և կիրառել ձեր գիտելիքները գործնական աշխատանքի մեջ։ Դասի ընթացքում դուք պետք է կատարեք աշխատանք, պատրաստեք պաստառ, որի վրա կլինեն միտոզի տարբեր փուլերի նկարները, որոնք որ դուք կտեսնեք մանրադիտակի տակ։ Ձեր սեղաններին դրված մանրադիտակների վրա կան պատրաստումներ, որտեղ որ ներկայացված է միտոզի փուլերը սոխի արմատի բջիջներում և մի փոքր կրկնելուց հետո դուք սկսեք աշխատանքը և ես ձեզ հրահանգը տամ։ Դուք արդեն խմբերի բաժանված եք, երկու խումբներ կատարելու նույն աշխատանքը։ Հիմա մի փոքր անդրադառնանք մեր ունեցած գիտելիքների։ Դուք տեսնում եք մեր հրապարակի վրա ունենք միտոզի փուլերը նկարագրող փոքրիկ պլակատ և կրկնենք մի փոքր մեր ընդհանուր գիտելիքները, եկեք վերհիշենք ինչ էր միտոզը իրենց ներկայացնում, խնդրում եմ ձերքով պատասխանեք, ինչ է միտոզը, ով կարող է ասել, ասա Ազատուհի։ Միտոզը ամենաթխուր դեպացել, որը իրականանում է Բջջում, բայց ինչ պրոցեսի ասա։ Խորիզավոր բջիջների բաժանման հիմնական ձևն է։ Խորիզավոր բջիջների բաժանման հիմնական ձևն է, շատ ճիշտ է։ Միտոզը ինչ փուլերից էր կազմված, ասա։ 4 փուլ, պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ։ Պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ, այո։ Պրոֆազ փուլը, ով կարող է ցույց տալ, պլակատի վրա մոտավորապես պրոֆազ փուլը որն է իրենից ներկայացնում, իսկ մեկը թող ներկայացնի, թե պրոֆազում ինչ էր կատարվում, եկեք վերհիշենք, պրոֆազում ինչ էր կատարվում, որ փուլն է պրոֆազը, սա կլինի պրոֆազը, սա, թե սրանցից որևէ մեկը, որ փուլն է, առաջին փուլն է, թե միջին, թե վերջին փուլը, առաջին փուլը, այո, ճիշտ է, առաջին փուլը, այս փուլը բջիջների ինտերֆազային փուլն է, որտեղ բջիջը նախապատրաստվում էր բաժանման։ Երկրորդ փուլը կոչվում է պրոֆազ, որտեղ քրոմոսոմները հիշում եք, չէ, պարուրվում էին, կարճանում, հասանում, ընդունում էին բարակ թելերի պես, հետո ցենտրիոնները տարամիտվում էին դեպի բերերներ և սկսում էր ձևավորվել բաժանման իմիկը։ Մետաֆազում ինչ էր կատարվում։ Բաժանման իմիկի բարձր ձևավորումը, ավարտվում է բաժանման իմիկի ձևավորումը և ուղղակի ձեռքով են պատասխանում երեխեքներ, քրոմոսոմները դասավորվում են հասարակածային հարթության վրա։ Սա որ փուլինն է, մետաֆազ, այո, այսինքն մետաֆազի փուլը ճանաչելու համար մենք ինչ պետք է տեսնենք, ինչպիսի պատկեր պետք է տեսնենք։ Քրոմոսոմների տարամիտումը հակառակ դեպի Քրոմոսոմների տարամիտումը բջջի հակառակ բևեռներ, ճիշտ է, մետաֆազում քրոմոսոմները տարամիտվում էին հակառակ բևեռներ, թե մետաֆազում հասարակածային հարթության, ձերքով եք պատասխանում, Ազատուհի ջան, առանց տեղից ասելու։ Ուրեմն մետաֆազում, նորից եմ ասում, մետաֆազում քրոմոսոմները դասավորվում են հասարակածային հարթության վրա, պարզ է, լավ, ինչ է կատարվում անաֆազում, անաֆազը ճանաչելու համար ինչ պետք է տեսնենք, որ ճանաչենք, սա անաֆազ փուլն է, ով կարող է ասել, ասա, Այստեղ քրոմատիդներն է տարամիտվում դեպի բջջի հակառակ բևեռներ։ Ահա, քրոմատիդները, որոնք դուստր քրոմոսոմներն են, տարամիտվում են դեպի բջջի հակառակ բևեռներ և այս նկարի մեջ դուք տեսնում եք, որ քրոմատիդները արդեն բաժանվել են իրարից և գնում են տարբեր բևեռներ։ Լավ։ Այս մասում ինչ է երևում արդեն, այս պատկերի մեջ, որ քրոմատիդները արդեն շատ են հեռացել, չէ, և ինչ է սկսվել, կողքերից ինչ է տեսնում բջջի, ինչ է լինում, սեղմվել է, երբ որ սեղմվում է բջիջը կողքերից, սկսում է ներփքվել,
արդեն ավարտվելու շրջանն է, վերջին փուլն է միդոզի բաժանման, որ փուլն է դա, թերոֆազ փուլը, ճիշտ է, թերոֆազ փուլում արդեն մենք ինչ ենք տեսնելու, երկու բջիջներ արդեն, ասա Խոհարժան։ Քրոմոսոմները այստեղ ապապարվում են, ուտում են բարակ թելիկի տեսք, ինչպես նաև թերոֆազ փուլում տետրոմերներում բաժանում, ցիտոկինեզ, սակայն բուսական և կենտրոնական բջիջներում դրանք տարբեր են։ Կենտրոնական բջիջներում դրանք իրականում է պլազմայի թաղանթի ներշնչման Այո, իսկ բուսական բջիջները ներկայացնի, իսկ բուսական բջիջներում ասա Մերիջան։ Թիթեղիկը որտեղ է առաջանում թիթեղիկը, որտեղից է առաջանում, կենտրոնից առաջանում է թիթեղիկ և բաժանում է բջիջները իրարից, իսկ կենտրոնական բջիջներում ներփրկման միջոցով, շատ ճիշտ է ապրեք, ես նորից եմ ամփոփում, որպեսզի դուք նայելիս հեշտությամբ կարողանաք գտնել փուլերը և նկարեք ձեր տասնատների վրա։ Նորից ասենք, հա, պրոֆազ առաջին փուլ, որտեղ պետք է տեսնեք քրոմոսոմները բարակ թելերի տեսքով, կորիզաթաղանթը լուծված է և քրոմոսոմները գտնվում են ցիտոպլազմայի մեջ, լողում են, բաժանման իրիկ է սկսել ձևավորվել, ցենտրիոլները տարամիջվել են բևեռներ։ Մետաֆազում տեսնում ենք քրոմոսոմները դասավորված հասարակածային հատկության վրա։ Անաֆազում քրոմոսոմների դուստր քրոմատիդները, քրոմատիդները կամ որ նույնն է դուստր քրոմոսոմները սկսում են տարամիջվել բևեռներ և թերոֆազում սկսում է կիսվել բջիջը, սկսում է ցիտոպլազման կիսվել, որը կոչվում էր, ինչպես Խոհարն ասեց, ցիտոկինեզ և բջիջների տարբեր բևեռներում ձևավորվում են կորիզատ թաղանթները, տեսնում ենք մենք արդեն կորիզատ թաղանթները ձևավորված և բջիջների մեջ կորիզներ արդեն երևում են, բայց այստեղ արդեն քրոմոսոմները շատ նուրբ թելեր են և չեն երևում մանրադիտակի տակ և թերոֆազի վերջում տեսնում ենք երկու բջիջներ, որոնք որ իրար նման են և նման են մայրական բջջին։ Ահա այսքանը որպես հիշելու համար, կրկնության համար, որպեսզի կարողանաք աշխատանքը կատարել։ Հիմա ինչ ենք անում, սեղաններին դրված մանրադիտակների վրա, ասեցի դրված է մանրապատրաստող, սոխի բջջի արմատի բջիջներում միտոզը։ Յուրաքանչյուրը խմբի անդամներից յուրաքանչյուրը դիտում է մանրադիտակի տակ դրված մանրապատրաստումը և ուշադրությամբ դիտելուց հետո փորձում եք գտնել այն բջիջները, որտեղ որ երևում են միտոզի տարբեր փուլերը, այսինքն ձեր մանրապատրաստուտի մեջ, այն որ դիտում եք մանրադիտակով, պետք է տեսնեք դուք անպայման, ես բոլորս ստուգել եմ, բոլորի մեջ պարզ երևում է, դուք եք պետք է տեսնեք և դրանից հետո ուրեմն պատրաստեք պաստառ։ Ձեր դասագրքերի մեջ H197-ում գրված է բուսական բջիջների միտոզի փուլերի ուսումնասիրությունը լաբորատոր աշխատանքը, որի վերջում տրված է նկար, այսպիսի պատկեր եք դուք տեսնելու մանրադիտակի տակ և փորձելու եք գտնել յուրաքանչյուրի մեջ փուլերը։ Պարզ էր, հասկանալի էր աշխատանքը, բոլորին հասկանալի։ Աշխատանքի համար, մանրադիտակով ուսումնասիրման համար ձեզ տալիս եմ 15 րոպե ժամանակ, 15 րոպե ժամանակ ուշադրությամբ նայեք, տեսակ, բոլորդ նայեցիք, ահա, գտակ փուլերը, որտեղ փուլեր։ Շատ ապրեք, ասեմ արդեն տեսնում եմ ավարտուն տես, դուք ունեք արդեն 2 րոպե, ձեզ մնացել է 2 րոպե ժամանակ։ Շատ ապրեք, ահա,
Գրեք նաև վիդոզի փուլերի անվանումները։ Որպեսզի հետո յուրաքանչյուր փուլը ներկայացնի իր աշխատանքը։ Ներկայացման համար ունեք 5 րոպե ժամանակ, յուրաքանչյուրին 2-2։ Որտեղ բջիջները նախապատրաստվում են բաժանմանը։ Այո։ Հաջորդը Պրոֆաս Ահա, պրոֆաս փուլն է։ Պրոֆասի ժամանակ քրոմոսոմները բարոնում են, կարճանում են եւ հաստանում եւ ընդունում են բարակտերների տեսք եւ պրոֆասի վերջը քրոմոսոմները դառնում են տեսանելի լուսային բարակտերի։ Ապրես, ահա։ Հաջորդում մետաֆազներ, մետաֆազում ավարտում են բաժանման իլիկի ձևավորումը եւ քրոմոսոմները դասավորվում են իլիկի հարթության վրա։ Հասարակածային հարթության վրա ցույց կտաս մետաֆազ փուլը Աշոտել ջան։ Ահա, լավ։ Լսում եմ, իսկ հաջորդը անաֆազ փուլով է ներկայացնում։ Անաֆազ փուլում քրոմոսոմները տարանցվում են բջջի հակադիր բևեռները։ Այո։ Անաֆազ Փորձել եք ցույց տալ քրոմոսոմների տարանցումը հակադիր բևեռներ, լավ, շնորհակալություն։ Հիմա խնդրեմ խումբ երկրորդ, ներկայացրեք ձեր աշխատանքը։ Մենք նկարների միջոցով ներկայացնում ենք միտոզի փուլերը, նայելով վարիացիայի եւ Ահա, չեք խոսում, երեխեք ջան։ առաջին փուլը պրոֆազն է, երբ որ Ահա, ցույց կտաս պրոֆազ փուլը որտեղ է։ Ահա, պրոֆազ։ Ես այստեղ եմ տեսնում պրոֆազ գրված։ Ահա, այո, օրինակ այստեղ եմ տեսնում պրոֆազ գրված, այո, այսինքն նույն փուլից դուք շատ եք նկարել, հա։ Լավ։ Ահա։ Պրոֆազ փուլում քրոմոսոմները պարունում էին, հաստանում էին, կարճանում էին եւ նմանում էին բարակ թելիկի եւ դրանից հետո Եք խմբում, Լիլի ջան, բոլորը իրենց ներդրումը ունեցել են, չնայած ես շրջում էի, տեսնում էի, նայում էի եւ տեսնում էի, որ ովքեր ինչ ներդրում ունեն։ Իսկ ձեր խմբում բոլորը աշխատել եք։ Այո, իսկ խմբում աշխատելը հեշտ է, թե աշխատելը ինքնուրույն ավելի հեշտ է։ Խմբով, ինչու։ Ինչու։ Այ ես հիմա ուզում եմ իմանալ։ Ավելի արագ ստացվում աշխատանքը։ Եթե համախմբված աշխատեք, իսկ ձեզ մոտ խմբով աշխատելը հեշտ էր, թե դժվար։ Հեշտ էր, ինչ առումով էր հեշտ, այ օրինակ ինչ էր հեշտ։ Որ բոլորը իրենց թեկուզ փոքրիկ ներդրումը ունեին։ Լավ, իսկ խմբի մեջ աշխատելու ժամանակ կար մարդ, ով որ չգիտեր ու խմբի անդամների մեկը իրենց սովորեցրեց, հա, ինչ-որ մի փուլ ինքը չէր պատկերացնում։